Ողջույն, Բուն TV եթերում գրողի ծոցից հաղորդումն է, ես Մարիամն եմ։ Այսօր ինձ հյուրը եկել գրող Համբարձում Համբարձումյանը, ում հետ խոսելու ենք մի շարք հետաքրքիր թեմաներից։ Ողջույն Համբարձում։ Ողջույն Մարիամ, ողջույն։ Ինչպես ես օրդ, ինչպես ես սկսել։ Օրս ինչպես միշտ սուրճով, սովորաբար կեսօրին եմ արթանում, բու եմ, ասում եմ բու, գիշերը նստող մարդ եմ, հենց որ սուրճ եմ խմել եկել եմ իդ նկարահանման։ Ինչն է օգնում ամենաշատը տրամադրությունը բարձրացնելուն։ Ինչ որ լավ առիթները, ինչ որ լավ եղանակը, չգիտեմ, կարող է լավ ֆիլմը, լավ երաժշտությունը, մեկ ոգելից խմիչքը, տարբեր բաներ, ուզում ասել, որ կախված է կյանքի, նաև կյանքի էտապից, թե ինչը կարող է ոգեշնչի կամ տրամադրությունը բարձրացնի եւ նաև քո տրամադրությունից ընդհանրապես էլի կարող է պարզապես մի փոքր առիթը քո տրամադրությունը բարձրացնի կամ ոգևորի կամ ոգեշնչի նած թե ինչ նկատի ունենք էլի տրամադրություն բարձրացնելու առումով կարող է շատ ինչ որ ուրախ բան պատահի, բայց այնպիսի շրջանալի հոգնած լինես կամ ինչ որ ծանրաբեռնված լինես գործերով, որ ուշադրությունը չդարձնես էլի այդ ինչ-որ ուրախ առիթին կամ տրամադրությունը բարձրացող ինչ որ երևույթին։ Իսկ ինչը հունից կհանի։ Հունից, ես դժվար եմ հունից դուրս գալիս։ Facebook-ը մեկնաբանությունները, մեկնաբանությունները, տենց ինչ որ հատկապես եթե տենց քաղաքական լարված շրջանա, ինչ որ համ չես կարողանում կտրվել, համ էլ ինչ որ նյարդայնացնում է։ Անցանք այդ էտապը անցանքը հիմա ընտրություններից հետո էլ ինչը հունից հանի, սովորաբար ես հանգիստ մարդ եմ, հունից դժվար է հանել, այսինքն տենց նյարդերս հանգիստ են, հունից դուրս գալու իմաստով էլի, այսինքն հունից դուրս չեմ գալիս սովորաբար։ Իսկ հանգիստ եղել ես միշտ, թե կյանքի փորձը տարիները։ Ասել որ դինջ եմ էլի, ասում եմ դինջ չէ, դինջ ընդհանրապես դինջ մարդ եմ, հանգիստ մարդ եմ, որ դժվար է հունից անելը։ Քաղաքականությանը ու այդ առօրյա աժիոտաժին որպես հակադրություն գրականությունը ինչի՞ չէ քո դեպքում կինոն օգնում են, փրկում են ինչ որ առումով։ Չի ասի, ավելի շատ դա է խանգարում գրականությանը եւ ինչ որ արվեստով զբաղվելու կամ գրականությամբ զբաղվելու, ավելի շատ գուցե ավելի շատ ֆիզիկական աշխատանքը կարող է օգնել, ես սիրում եմ էլի բան, հատկապես մզմզ գործերը չէ, փոքր դետալների հետ կապված ինչ որ ուստի գործերը չէ, էլի ավելի շատ սիրում եմ բանվորական ծանր աշխատանքը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ավելի շատ կարող է օգնել, քան թե գուցե նույնիսկ մտավոր։ Թեև իհարկե, եթե ինչ որ երբեմն կտրվելու համար կարող է ինչ որ լավ ֆիլմ դնես նայես կամ ավելի շատ երևի դա գրականությունը ավելի մեծ ջանք է պահանջում, այսինքն եթե ինչ որ հետաքրքիր գիրք լինի, իհարկե կարող է եթե մտնես դրա մեջ, այսինքն կարող է կտրել, բայց քանի որ ավելի մեծ ջանք է պահանջում, ավելի շատ ֆիլմ նայելով կարող է առօրյայից կտրվես էլի այդ հոգնածությունը թոթափես, ես որ երբեմն այո, օգնում է։ Գրելն է ավելի շատ ջանք պահանջում, թե ընթերցելը։ Հիմա երկուսն էլ, բայց գրելը գիտես իմ դեպքում տարբեր գրողներ կարող է տարբեր ձև են բանանում, իմ մոտ ուղղակի հասունանում է շատ կարճ ընթացքում եմ գրում էլի, այսինքն սովորաբար պատմվածքը երկրորդ օրվան եթե մնում է չի գրվում էլ, այսինքն մոռանում եմ, այսինքն խմորվում է ինչ որ պատմվածքը խմորվում է մեջս ու մի քանի ժամում գրում եմ էլի, որտեղ կարճ պատմվածքներ են, դրա համար գուցե դա պատճառը, որ տենց վեպը ձգձգվում է էլի, երբ որ երկու վեպ ունեմ կիսատ, երկուսն էլ ձգձգվում է, որովհետև
Էտա որ կիսատես թողնում, հետո մի տեսակ սարճում եմ այդ գործերի նկատմամբ, արդեն ուրիշ հայացքով եմ նայում ու դժվար է ալնում վերադառնալ կպնել այդ բանին։ Դենց օրինակ իմ մոտ այս ցուցակ ունեմ կիսատ մնացած պատմվածքների, որ մի բարբերություն, մի էջ գրել եմ, թողել եմ, հետո տենց մնացել են էլի, որովհետև արդեն մեկ չեմ էլ հիշում ես ինչ էր իդեան, ինչ էր կամ չգիտեմ, կամ ուզում ասել, որ երևի թե ընթերցելը հիմա ավելի շատ մեր ջանք է պահանջում։ Գրելը գուցե ջանք է պահանջում այն առումով, որ պարզապես, չգիտեմ, իդեաները կարող այդքան արագ չեն խմորվում կամ ուղղակի կարող է հավես չունենալ, ուղղակի նստես աշխատես, այսինքն հատուկ չեմ ստիպում ինձ նստել գրել էլի, իսկ ընթերցելու համար եթե կարդում ես պետք է նստես, էլի, իսկ գրելը տենց ինքնահոսի եմ ավելի շատ թողել, այնպես չի օրինակ Սարոյանի մասին են պատմում, ժամը 6-ին արթնանում էր, չգիտեմ, մինչև 10-ը գրում էր, գուցե եւ ճիշտ բան է, ճիշտ, որտեվ էդ էլ մարզելու վրա աշխատանք է, էլի, ամեն աշխատանք էլ երևի մարզման կարիք ունի, որ դու քեզ մարզես, բայց լավ որ պլաններ ունեմ, որ տենց էլի ինչ-որ գրաֆիկ կազմեմ, որի վերջո վեպերը ավարտեմ, բայց նաև այլ աշխատանքներից է կախված, կյանքի ռիթմից է կախված, այսինքն եթե կյանքի ռիթմը դզվի, երևի էդ էլ ինչ-որ կարող է ինչ-որ ռիթմի մեջ ընկնի, էլի է գրելու հետ կապված, իսկ առայժմ ինքնահոսի է, տենց երբ որ հավես լինի, կամ երբ որ ինչ-որ մրցույթ լինի, կամ նախարարությունը ինչ-որ ծրագիր է անում, օրինակ այդ հիմա բան անում, չէ, դրամաշնորհներ է տալիս, օրինակ որ դիմում ես պետք է գրես էլի ինչ-որ դեդլայններ որ լինում են, այդ դեպքում ջանք պահանջում է, որ մինչև չգիտեմ 6 ամսվա ընթացքում պետք է գրես այդ 10 պատմվածքը, որ հանձնես, որ տպագրվի գիրքը, այսինքն տենց սովորաբար ջանք այդ իմաստով է, երբ որ ինչ-որ դեդլայն կա էլի։ Բայց եթե սցենարին անդրադառնանք, այո, ավելի մեծ ջանք է, որտեղ ես տենց սերիալների սցենարներ եմ գրում, չգիտեմ, կարճամետրաժ ֆիլմերի սցենարներ, բաների, սերիալների, այդ դեպքում այո, այնտեղ չես կարող, որտեղ պատվեր է կոնկրետ էլի, ինչ որ պետք է հանձնես, խոխմա պատմություններ կան դրա հետ կապված, բայց երևի դրա ժամանակը չէ, եթե կան դե մեր շուկան քանի որ փոքր է, տենց շատ քիչ ժամանակ են, հիմա մի քիչ փոխվել է իհարկե, բայց երբ որ ակտիվ գրում էի սերիալների համար, շատ քիչ ժամանակ էին տալիս էլի։ Ես տենց կիսատ մի սերիալի մեջ ներգրավեցի, տենց պրոդյուսեր ասեց հիմա ես քեզ կպատմեմ, արդեն 100 սերիա նկարել էին էլի, 3 րոպեում պատմեց 100 սերիան, հա։ Ու ասեց վաղը առավոտ 2 սերիա տաս։ Հա, այդ 100 էջա էլի, հա։ Մարդիկ մի քիչ վատել են պատկերացնում, թե ինչ ֆիզիկապես որ ուղղակի նստես գրես, չմտածես էլի ընդհանրապես, բայց ֆիզիկապես նստես գրես, ասենք 100 էջ գրելը ահագին ժամեր են էլի, այսինքն 50 էջ, եթե գրես մի 8 ժամ անդադար պետք է նստես էլի, որ ուղղակի ֆիզիկապես հավաքես այդ տեքստը։ Դրա համար որակ չի լինում էլի հետո, երևի։ Հա, շուկայի փոքրությունն է պատճառը, որ որակ չի լինում։ Հիմա մի քիչ ոնց որ թե ինչ որ բաներ անում են, բայց այդ արտադրական շղթան հստակ կառուցված չի, այդ բիզնես մեխանիզմը տենց էլի գովազդատուներ եւ այլն, դրա համար շատ արագ եւ սցենարն արագ գրվում եւ նկարահանումն արագ արվում, բայց գոնե սցենարի համար պետքա ինչ-որ բացառություն անեն էլի, որովհետեւ այո կարող է նկարահանումը արագ անեն կամ բան անեն, բայց եթե սցենարն էլ արագ գրվում, դրան մեջ որակ ստանալը ավելի դժվար է, քան թե նույնիսկ գուցե նկարահանման հրապարակում արագ աշխատելը։ Դու հանգիստ մարդ ես, բայց հետաքրքիր է պատմվածքներում այդ հանգստությունը այդքան չկա իմ կարծիքով ու լավ առումով չկա, ինչի համար եմ ասում, այդ էմոցիոնալությունը, կերպարների տարբերությունը ընդհանրապես ու կերպարների կենթանությունն էլ նաև, որովհետև ես ամեն անգամ կարդալուց հետո ոնց որ սկսեմ փնտրել քայլելուց ինչ որ շենքում բարեկամների մեջ տենց կերպարներ ու
ամեն դեպքում բնական է գրողը հնարում է, ստեղծում է, սարքում է, բայց այդ բնականությունը բոլոր գրողների մոտ չի որ կա։ Որտեղից են գալիս այդ մարդիկ քո կյանք։ Տարբեր է, իհարկե այդ առաջի գիրքը կորեական դելիկատեսում ինքնակենսագրական մասը շատ էր էլի, այսինքն այդ նախատիպերը, այդ կերպարների կային։ Սյուժեները իհարկե բնականա, որ մեծ մասը զարգացումները սյուժեների հորինված էին, բայց ամեն դեպքում այդ նախատիպերը կային։ Այդ իմաստով մի քիչ այդ վավերագրականության բանը կա, էլի, չեմ ասում տենց մաքուր վավերագրություն է, բայց ինչ որ իմաստով կա, որովհետև այդ շրջանի 90-ականների, 2000-ականների սկզբի կյանքը արտացոլվում է, էլի, պատմվածքներում։ Նենց որ ընդհանրապես կյանքը տենց երևի կարելի է այդպես ասել, որ գրողներ կան, ոնց որ սնվում են գրականությունից, իրանց կարդացած գրականությունից, այնպես չի, որ ես չեմ սնվում, ես էլ ասենք ինչ-որ ասում էի ինչն է ոգևորում, չնայած տրամադրություն բարձրացնելու մասին էր խոսքը, բայց օրինակ եթե ինչ-որ լավ գիրք ես կարդում, այնց գրելու ցանկություն առաջանում է, էլի, այսինքն, բայց ամեն դեպքում ավելի շատ տենց կյանքը մարդկանց դիտարկելը, կերպարները, ինչ որ դրանք են ավելի շատ ինչ որ գաղափարներ տալիս, քան որ կյանքից է վերցրած, ինչ որ իմաստով դրա համար էլ կյանք կա, գուցե, չգիտեմ, բարձունակ պատասխանա, բայց կարող է եւ ամենա ճշգրիտն է, էլի, այդ իմաստով, որ ինչ որ գրական բաներից չի սնված, որ հետո փոխադրություն չի էլի գրականությունից, ավելի շատ կյանքից է փոխադրություն այդ իմաստով։ Ընդհանրապես հիշողությունների մարդ ես քեզ համարում։ Հիշողություններին տրվելու։ Ես շատ վատ հիշողություն, ընդհանրապես չեմ հիշում, ամոթել ասել, բայց մարդկան, չգիտեմ, դասարանցիներից չեմ հիշում, դպրոցական ինչ որ բաներ եմ պատմում, չեմ հիշում, չգիտեմ, բանը չեմ հիշում, մի որոշ ժամանակ առաջ երևի չեմ հիշում քանի տարի է, չեմ հիշում քանի տարի է անցել, գնացել էի տենց կարելի ասել խոպան աշխատելու Ռուսաստանում, Աղյուսից տուն էինք սարքում, շատ հետաքրքիր իրադարձություններ եղան, որ մտածում էի ինչ լավ պատմված սրանից դուրս կգա, ինչ լավ բան կգրեմ, բան։ Հետո վերադարձա մի 6 ամիս անցավ, արդեն չէի հիշում ինչ ա եղել, հիշում էի, որ ինչ-որ կարևոր բաներ ա եղել, լավ դեպքեր են եղել, որ կարելի է դրա մասին պատմել, լավ պատմվածներ, այն ժամանակ բանն էր, Էլեկտրիկ Երևանի ցույցերն էին բան, ունտեղ այդ խոպանչի հայտեղեքը, տաջիկ ունեինք մեր հետ աշխատող եւ այլն, հետևում էինք այդ բուտկեքում կեղտոտ բան, գարշահոտ այդ բուտկեքում նստած, բան, հետևում էինք այդ Էլեկտրիկ Երևան, մտածում էի, որ հետաքրքիր հայացքով ինչ որ պատմվածքներ կավա դուք կնետ եկա ինչ որ չի արդեն մոռացա ինչ որ բաներ կարևոր ինչ էի մտածում դա տենց ուզում եմ ասեմ չէ վատնա հիշողությունս չնայած որ ենթատեքստը հասկանում եմ էլի քո հարցի որ ինչ որ մանկության հետ կապված հիշողություններ կան պատմվածքներում այսինքն 90-ականների 2000-ականների սկզբի մասին հիշողություններն են առիթ տվել որ այդ պատմվածքները ծնվեն բայց ինչ հիշել եմ գրել եմ կես կատակ մեծ ասել կան բաներ որ կուզեիր փոխեիր գուցե մի քիչ տենց գրականությամբ զբաղվելու ինչ որ ժամանակ եթե լիներ այսինքն որ ուրիշ գործեր անելու կարիք չլիներ ինչ որ առանձնության ինչ որ ժամանակ գոնե մի տարի ասենք որ տենց է հերու միտեղ գնաս աշխատես բան կուզե Երևանից դուրս գայի ասենք սիրում եմ տենց օրինակ ինչ որ Ստեփանավանում տուն ունենք օրինակ Ստեփանավանում ինչ որ այդ տունը վերանորոգեի բայց այնտեղ դժվար է գործ գտնելը դժվար է աշխատելը դրա համար առայժմ տենց պլաններ են մնում էլի ինչ որ երազանքներ են պլաններ են այդ կուզենայի էլի մի քիչ կտրվեի մի քիչ մենակ մնալու աշխատելու ժամանակ լիներ մեծ կտավի գործեր անելու համար
մի քիչ հարմար չի էլի, ուրիշ գործերով զբաղվում ես, հոգնած ես լինում։ Սովորաբար ես որ հոգնած եմ լինում, հա, չեմ էլ մտածում ինչ որ աշխատելու գրելու մասին։ Վախեր ունես։ Վախերը հիմա, չգիտեմ, ավելի անձնական չեն երևի, այսինքն այս վերջի երևի 16 թվից հետո այդ վախերը երևի կապված են ավելի շատ այդ հակամարտության հետ, կապված են նաև այսինքն հասարակական, սոցիալական վախեր են ավելի շատ, ոչ թե անձնական իմ վախերը, որ ես ինչ որ բաներից վախեր եմ։ Այսինքն այդ ստրեսը երևի բոլորիս մոտ էլ կա էլի, որ հիմա այս վերջի այդ 2 տարին մի քիչ բան եղավ, բայց փշերի վրա էինք կարելի ասել, հա 16 թվականից, նույնիսկ 14-ից այդ սահմանային իրադարձությունները, որ լինում էին, այդ փշերի վրա էինք։ Նաև ինչ հասարակություն կկառուցվի, ինչ պետություն կկառուցվի, այսինքն այդ անհանգստությունները կարելի ասել ոչ թե վախեր, եւ բոլորիս մոտ էլ կա էլի։ Ճիշտ է, որ սխալները օգնում են ավելի սովորելուն ու հետագայի կյանքը ավելի լավ պլանավորելուն, թե ամեն մարդու մոտ տարբեր է ամեն դեպքում ու սխալներ կա, որից հետո կարող է շատ հուսահատվես։ Չէ, եթե հասարակական բանի մասին ենք խոսում, չեմ ուզում քաղաքականացնել ուղղակի դերից է, հա, իմ անձնական իմ սխալները երբեմն դասեր ես քաղում, օրինակ ավելի շատ բաց թողնված հնարավորությունները, օրինակ երբեմն բան են անում էլի, որ այս ինչ առաջարկը կամ այս ինչ գործը կարա իր աներ, կամ այս ինչ բանը կարա իր ավարտին հասցներ, հա, բայց հետո էլի ականջի հետև ես գցում ինչ որ նոր բան անում էլի, ականջի հետև ես գցում, այսինքն այդ իմաստով նաև երևի մարդկա ակտիվ է կամ չգիտեմ բանա, այսինքն կամ այտենց մի քիչ ավելի կարիերիստ է կամ մի քիչ բանա, իմ դեպքում ասենք մի քիչ ծույլ եմ էլի, այսինքն այդ իմաստով սխալները ավելի շատ դրա հետ են կապված, եթե այտենց դրան անդրադառնանք։ Մեծ իրադարձություններ կան կյանքումդ, որոնցից հետո դու փոխվել ես։ Հենց քո կյանքում էլի, ոչ թե երկրի կամ աշխարհի։ Դժվար է ասել, որ փոխվել եմ այնպես, որ այտենց 180 աշճան կամ այտենց, հա, բայց ես կասեի չէ, միշտ էլ բնավորության առումով միշտ էլ կարելի ասել նույն խառնվածքն եմ ունեցել էլի, այսինքն այտենց բան չի եղել, կտրուկ փոփոխություն որ լինի, կարող է ինչ-որ բաների ընթացքում, այտենց ասում են միջին տարիքի ճգնաժամ, բանի այդ ճգնաժամերը ինչ-որ ձևով արտահայտվեն կամ դրսևորվել են, բայց որ ասեմ այտենց խառնվածքս փոխվել է կամ մտածողությանս ձևը փոխվել է, սխալ կլինի։ Իհարկե փոփոխություններ միշտ կա ինչ-որ ձևի կարող է աշխարհահայատ բանը, ինչ որ հարցերի վերաբերյալ տեսակետներ կարող է փոխվեն էլի նոր փորձի, նոր գիտելիքի շնորհիվ, բայց որ տենց ասեմ ես եմ լրիվ փոխվել, չէ։ Լրիվ չէ, թեկուզ ինչ որ բնավորության գծեր, չգիտեմ, ավելի պարտաճանաչ, ավելի ինչ որ բաներ, որոնք որ ուղղակի Չէ, ես այն մարդկանցից եմ միշտ վերջին օրերին բոլորը, հա, դեդլայնները, հա, հիմա սինոպսիս պետք է ավարտած լինեի արդեն, բայց մեծ մասը մնում է սերիալի էլի 12 մասի սինոպսիս, հիմա մեծ մասը մնում է վերջին այս 2 օրը պետք է գրեմ, այսինքն այդ ծուլությունը միշտ էլ եղել է էլի դնջությունը, ծլությունը։ Հիշողություններից, որ խոսեցինք, ասացիր, որ շուտ ես մոռանում, ընդհանրապես իսկ հետաքրքրական բաներ, որ նկատել ես, որ օրինակ չես մոռացել դրանք։ Մի քիչ առաջ էլ սխալներից ենք խոսում, ինչ որ սխալներ կարող է, ինչ որ իրավիճակներում ինչ որ սխալներ, որ կարող է այտենց սևեռվեմ հետապնդի, հա, այսինքն չգիտեմ, օրինակ ինչ օրինակ բերեմ, օրինակ կուրս ղեկում էի բան, երբ որ իր
իր հետ ինչ որ վեճի ընթացքում կամ տենց բանավեճի ընթացքում ինչ որ սխալ բան ասեցի, որ կարող էր իրան վիրավորել, կարող է մի տարի մտքիցս դուրս չգա, էլի, այսինքն տենց բան անի, որ ես ինչ ասեցի իր բանախի, բայց այդ մարդը կարող է հաջորդ օրը մոռացել է, ուզում ասել, որ տենց փոքր բաները կարող է, տենց ինչ խոշոր իրադարձությունները կարող է ընդհանրապես մոռանամ, իսկ տենց փոքր դետալները տենց սևեռվեմ էլի դրանց վրա եւ կարող նույնիսկ բանի վրա մեջ էլ արտահայտված են ինչ որ հիմա չեմ հիշում, բայց գրած տեքստերի մեջ էլ լինի էլի որ ինչ որ հերոսները սևեռվեն ինչ որ փոքր դետալների վրա, չգիտեմ, մեղքի զգացում կամ տենց ինչ որ բաներ են։ Շրջապատի մարդկանց համար քեզ հեշտ ու հարմար մարդ ես համարում։ Չգիտեմ, ես առանձնապես շփվող չեմ, այսինքն որ ասեմ հեշտ եմ, հա, ոչ մեկի հավին քշա չեմ ասել, հա, նենց որ տենց ինչ ասում, հա, նենց որ կոնֆլիկտային չեմ, էլի, սովորաբար պետք է հասցնեն ես իմ որ կոնֆլիկտի գնամ մարդկանց հետ։ Նայած ինչի համար հեշտ եմ, թե հեշտ չեմ, մարդկա շատ է սիրում շփվել, իր համար երևի հեշտ չես։ Հա, հեշտ չեմ, էլի, ես մարդու հետ շփվել չի լինում, հա, մարդկա տենց, չգիտեմ, այդ իմաստով ավելի շատ ասма տենց բան կարա, որ ասում են շրջապատից հարցրել, հա, պետք է մարդկանցից հարցնել, էլի, ես ինչ իմանամ, հեշտ եմ թե չէ։ Իսկ դու մարդկանց մեջ ինչն ես օրինակ հեշտ համարում ու դժվար համարում։ Որ մարդիկ բաց մտքով են, չգիտեմ, բան են, միշտ էլ հեշտ է, էլի, այսինքն տենց ինչ որ կաղապարված չեն, ինչ որ բաների մեջ, այդ իմաստով լավ ընկեր բաներ, ծանոթներ, մտերիմ մարդիկ կամ որ տենց շատախոս են, շատախոս մարդկանց հետ է դժվար, վրաս բան հոգնում եմ շատ ուժեղ, այդ իմաստով։ Մի քիչ լրակյաց որ ելնում են։ Լռում եք միասին։ Երևի թե յուրաքանչյուր մարդու կյանքում ինչ որ շրջան կա, որ հիշում է ինչ որ նախկին տարիները, ինչ որ ժամանակները ու մտածում է, որ այդ ժամանակ ավելի լավ էր։ Քո դեպքում, եթե կան տենց տարիներ, որոնք էին։ Ուսանողական տարիները, բայց որ տենց ասեմ, որ տենց ռոմանտիզացնում եմ, շատ բան եմ անում, չէ, այսինքն չեմ ասի, որ տենց ինչ որ հատուկ ընդգծված լավ շրջան կա, որ երազում եմ վերադառնալ կամ բան, չէ։ Այսինքն բոլոր երևի շրջաններից էլ կան ինչ որ լավ հիշողություններ, ոնց որ ասացի վատ, հա, հիշողություններս վատ են, բոլոր շրջաններից էլ կա գուցե այդ ուսանողը միջև համասան ավարտելը, ինստիտուտ ավելի ճիշտ ավարտելը, բանակ գնալը, այդ ուսանողական տարիները գուցե ավելի տենց լավ շրջան կարելի է համարել։ Երբ որ չես տենց շատ աշխատանքով ծանրաբեռնված չես, լավ է, ազատ ես։ Հա, երբ որ ազատ ես աշխատանքով ծանրաբեռնված չես, երևի հանգիստ շրջանն է, լավ շրջան է, այդ լարվածությունը չկա, էլի։ Քո մասին բամբասանքներ լսել ես։ Չէ, բայց հետաքրքիր կներ։ Ընդհանրապես չես լսել։ Որը չեմ հետաքրքրվել։ Այսինքն առանձնապես բանը հետաքրքիր չի, չեմ ասի, որ բան չեմ անի, հա, տենց ընդհանրապես տեղ չեմ տալիս կամ ընդհանրապես հետաքրքիր չի այնքան որ հարցնեմ կամ ինչ որ ուզենամ իմանալ, հա, այսինքն Դա կարող է ուղղակի չի քեզ ասել։ Բայց բարձա որ ինչ որ սոցիումում ես ապրում, այդ վերաբերմունքը միշտ էլ կարևոր է մարդու համար։ Սուտ կլինի որ ասենք թե կարևոր չի թե մարդիկ ինչ են մտածում մեր անձի մասին կամ նույնիսկ եթե գրականությանը վերադառնանք կամ մարդիկ ոնց են վերաբերվում քո գրականությանը ընթերցողի կարծիքը հետաքրքիր չի, ասենք մի քիչ սուտ կա էլի դրա մեջ ոնց հետաքրքիր չի, բայց ես հրապարակում եթե հա դե ամեն դեպքում ուզում ես լսել ինձ թվում է։ Հա, այսինքն այդ արձագանքը հետաքրքիր է, բայց եթե անձնական բանին վերցնենք որպես մարդ ոնց են վերաբերվում բան, հա, ինչ որ ստրեսային վիճակներ եթե լինեն, ինչ որ սուր շրջան լինի, կարող է նույնիսկ բան ունենալ, հա,
մարդը մտածի դրա մասին կամ սևեռվի դրա վրա, բայց ընդհանրապես բան չկա, պահանջի իմանալու թե ինչ մտածում, ինչ են խոսում։ Բայց բաբասակը լավ բան է, եթե տենց ընկերների բանն ոսկոր լվալային ասում թե ինչ ընկերների ոնց են տենց հավաքված սրանից խոսում ես բանը տենց ինչ-որ սկզբանը ունի Արփին բան ունի պատմվածք ունի սկզբանը բամբասանքներ սկզբանը բանը դրա այսինքն երբեմն ներգրավում ես դրա մեջ դու ես բամբասում կամ բան ես անում ավելի շատ բամբասելն է հետաքրքիր ոչ թե բամբասանքը թե կոբասի չէ պրոցեսն է հետաքրքիր ոնց որ մեկ կարող է նույնիսկ դու էլ ներգրավես էլ այնց ընկերական շրջապատում ինչ որ մարդկանց մասին խոսել ինչ որ 5 գրողների մասին կարդում ենք որ ամուսիններ են ու երկուսն էլ գրում են մի քիչ միֆական են միշտ եղել չէ պատկերացումները այդ հետո իրենց մասին գրված հոդվածներ եւ այլն թե արդյոք դժվար չի որ երկուսով գրում են եւ այլն հիմա այդ ամեն ինչը քանի որ դուք երկուստ էլ գրում եք դու էլ Արփին էլ ու գրականության մեջ եք ինչ որ բաներով խանգարում կամ օգնում կամ այդ միֆականացրած վիճակը կա երբեմն բանն է լինում այսինքն ընդհանուր իդեաների բախում հա ընդհանուր իդեաների համար կռիվն է ու միշտ ինքը ասում է որ առաջինը իր մտքում առաջացավ ինքնագաղափարի հեղինակը ես ասում եմ որ ես եմ բայց իվե հետո ինքն է գրում ես որ քանի որ ծույլ եմ ով գրեց նրան էլ նրանն է տենց մենք որ Ավստրիա են գնացել ինչ որ բան էլի 40 օր մնում ենք կեցավայրում տենց հանդիպումներ կար ընթերցում հանդիպում բան հետաքրքիր տպավորություններ էին հետո ինքը գրեց ես ոնց որ նույն իդեան որն է նույնը օրագրային ձևով գրելու տենց միտք կար հետո ինքը գրեց բայց կարող է ինքը ճիշտ էր որ իր իդեան էր քանի որ ես վատ հիշողություն ունեմ ես վերջում համոզվում եմ որ այո դու քո մեջ հետո բանն մի քիչ ավելի շատ կենցաղային պայմանները կարող է խանգարեն օրինակ երկու գրասեղան է մենք տղայից հետ 3 հոգի ենք ով է նստելու այդ գրասեղանների մոտ այդտեղ կարող է որ նույն գործով է զբաղվում այսինքն այդ միջավայրը կարող է բանը խանգարի էլի էլ ինչ երևի ես երկուսը որ մեկ իդեայի համար են կռվում մեկ տենց կենցաղային բաների պատճառով թե ով կաշխատի կամ ով էս ինչ գործը կանի նաև մենք գիտես այդ գրողությամբ կայքով ենք զբաղվում այսինքն աշխատանքի բաժանումն էլ է երբեմն ավիճաբանության առիթ դառնում ով այդ գործը կանի այս երևի իսկ իրար ավելի լավ ճանաչելն օգնել է այդ գրականությունը ինձ թվում է հա օգնել է իր ճանաչելը հատկապես օրինակ Արփին եւ պոեզիա գրում եւ արձակագրում այսինքն եւ նաեւ մեր կյանքն էլ ինչ որ ձևով արտացոլվել է իր գրածի մեջ Հենց որ շատ պարզ է ամեն ինչ էլի հստակ է, այսինքն երբեմն նույնիսկ ենթատեքստեր կարող է կարիք չլինի, հա։ Նաև երևի խանգարել է ինչ որ իմաստով, որովհետև օրինակ կարող է շատ բան կուզենար գրել կամ ես կուզենայի գրել, բայց մի տեսակ կարող է խնայել ինձ, հա, էդ էլ կա որ ինչ որ ձևի մտածելա որ կարող է ես չուզենամ, թեև ես ասել եմ որ հանգիստ տեղի է, ինչ ուզում ես գրի։ Նույնն էլ երևի կարող է եւ ես էլ չնայած ես տենց ինձ թվում է բան չունեմ, ինչ որ մի օր եթե անդրադառնամ տենց չեմ մտածել ինչ կմտածեն մարդիկ կամ բան, այսինքն ինձ թվում է այդ ընտանեկան կարգավիճակը բան չի անի, չի խանգարել։
Բայց չգիտեմ, ինչեւ չսկսես չես իմանա, էլի չգիտես չես իմանա։ Ու մշտական հարց ունենք, պատկերացնենք ժամանակակից հայ գրականությունից որևէ գիրք կամ պատմվածք, որ քոնը չի դու ես գրել, որը կուզեիր որ դա լինել կամ կարող էր դա լինել։ Ես այդ բանն եմ նախանձում արփի այդ չի վաճառվումի նախ այդ ծավալին եմ նախանձում հաստությանը, հա, եւ հետո այդ բանին ամփոփ լինելուն, որտեղ մի ամբողջ 20 տարվա կյանք ոնց որ արտացոլված է, էլի ընդհանուր մի քիչ նախանձում եմ։ Եվ վերջում 3 փոքրիկ հարց։ Դու ավելի շուտ քեզ համարում ես լավ գրող, լավ ամուսին, թե լավ հայր։ Ոչ են։ Մի քիչ։ Հա, երևի թե չգիտեմ։ Լավ հայր երևի։ Ավելի շատ երազող ես, իրատես, թե հոռետես։ Երևի իրատես ավելի շատ։ Ու վերջում ավելի շատ դիտող ես, լսող, թե խոսող։ Խոսողը հասկացա որ չէ։ Դիտող երևի։ Ու գրողի ծոցիցը քեզ համար հետաքրքիր էր, ձանձրալի թե տարօրինակ։ Չէ, հետաքրքիր էր, հատկապես որ բանն է, էլի այդ բառախաղը նաև մեր այդ գրողուցավի հետ ինչ-որ այդպես բան ունի, հա, մենք էլ ենք բառախաղ սիրում, հա, հետաքրքիր։ Շնորհակալ եմ շատ, որ եկար, ու շնորհակալ եմ, որ զրուցեցինք։ Ձեզ էլ շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, շարունակեք հետևել գրողի ծոցիցին եւ գտեք ձեր սիրելի ժամանակակից հեղինակներին։ Հաջողություն։